Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5 շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին։ Բարև ձեզ։ Քոչարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, այսօր եկեք խոսենք Հայաստանում ընթացող process-ների մասին։ Իհարկե նաև մի փոքրիկ անդրադարձ կլինի նաև արտերկրից եկող մեսիջներին, որոնք ինչ որ ձևով մեզ թե զգոնության կոչ են անում, թե որոշակի այսպես պահվածք են թելադրում մեզ եւ չգիտեմ էլ դեռ կարևորը որն է այդ դրսի մեսիջներին հետևելը, թե մեր հայաստանյան գործընթացները շարունակելը։ Ինչ վերաբերում է հայաստանյան գործընթացներին, սկսենք թերևս impeachment-ի այս գործընթացից, որը նախաձեռնողները նշում են դարձել է եւ ոչ միայն նախաձեռնողները նշում են, որ այն այսօր Հայաստանի ներքաղաքական դաշտի կարևոր, այսպես ասեմ, ամենաառաջնային օրակարգերից մեկն է։ Ինչ որ առումով ինձ համար ցանկացած մեթոդ, դա մեթոդ է, process է, որը կարելի է հասցնել տրամաբանական ավարտին եւ կարող է եւ զախողվել։ Դա կախված է այդ process-ի ճանապարհային քարտեզից, կազմակերպիչների ռեսուրսներից, հնարավորություններից եւ այլն, շատ տարբեր, գործոններից։ Ասել, որ միակ impeachment-ն է, միայն impeachment-ով կարելի է հեռացնել Նիկոլին, նույնքան սխալ է, որ ասես impeachment-ով հնարավոր չէ։ Ամեն կերպ էլ հնարավոր է։ Պարզապես ցանկացած, գործողություն պետք է ունենա, այսինքն ձևը պետք է գտնել երևի, Իհարկե։ Այստեղ խնդիրը նրանում է, որ ես կարծում եմ, որ ում ազգային ժողովով առանց փողոցի ճնշման չի լինելու։ Փողոց կկարողանան գեներացնել թե ոչ, դա այլ խնդիր է արդեն։ Դա էլ արդեն այն փուլում, երբ որ հարցը կմտնի խորհրդարանում։ Իհարկե, այդ փուլում կամ մինչ այդ, որ դա արդեն դառնա ազդակ մտցնելու խորհրդարան հարցը, բայց մինչև այդ բնականաբար պետք է 36 ստորագրություն, որից ես ինչքան հասկանում եմ, այս պահին կա 34-ը։ Իհարկե 34-ը դեռ միասնական չէ, կարծես թե, բայց այնուամենայնիվ պարզ է, որ այդ 34-ը կա։ Հաշվի առնելով Հայաստան խմբակցության խոսքը, որ դրանք կան այդ ստորագրությունները, դե երկու խմբակցություններն էլ ինչ որ դրեցին, տարածեցին սոցիալական ցանցերով այդ ստորագրությունները եւ այլն, էականը դա չի, ես տենց բաների դա ինձ համար մանրուք է։ Խնդիրը նրանում է, կա արդյոք, ենթադրենք կա 36 ստորագրություն։ Կա արդյոք դրանից հետո այն ճանապարհային քարտեզը, որով impeachment-ը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի։ Միգուցե կա, ես չեմ պնդում, որ չկա, բայց ես չգիտեմ դրա մասին դեռ։ Այո, օրինակ նախաձեռնողներն էլ ասում են, որ 36 թիվը դա ավանտյուրա է, պետք է շարունակությունը նայել։ Ճիշտ ձեր նման։ Ավանտյուրա ասելով դա զախողման է, ավանտյուրա որն է։ Եթե պարզ է, չէ, որ ընդ 54 ձայն է պետք։ Այո։ 54 ձայնը դա նշանակում է, որ 36-ին պետք է գումարվի 18 Քաղ պայմանագրից 18 ձայն։ Ես չեմ ասում, որ դա հնարավոր չէ։ Բայց դա բնականաբար աշխատանքի հետևանք պետք է լինի, ու նաև, այո, հասարակության ճնշման։ Հասարակության լայն շերտերի ճնշման ներքո դա պետք է արվի։ Պարզապես այս վիճակում, իսկ այս վիճակը ես նկատի չունեմ, որ ամեն ինչ շատ հանդարտ է։ Իրականում այդ հանդարտությունը բավականին խաբուսիկ է, որովհետև թեև կարծեք թե ոչինչ չի, բացի փառատոններից ոչինչ փողոցներում տեղի չի ունենում, բայց ցանկացած պահի, ցանկացած կայծ կարող է տրիգեր դառնալ։ Որը կդառնա, ես չեմ կարող ասել։ Փաշինյանն օրինակ չի անհանգստանում այս գործընթացից։ Չեմ կարծում, որ չի անհանգստանում։ Ես չեմ կարծում։ Ես կարծում եմ Փաշինյանը իր ամբողջ, վարքագծով վերջի 2-3 ամսվա
ցույց է տալիս, որ ինքը ամեն ինչից է անհանգստանում, ոչ միայն սրանից։ Ամեն ինչից անհանգստանում է ինքը։ Դրա համար այդ թվում նաև իր թիմից, այդ թվում նաև իր թիմից։ Իհարկե այդ թվում նաև իր թիմից։ Եվ իր թիմից, եւ իհարկե իր ամենամեծ անհանգստությունը դա աշխարհաքաղաքական ուժերն են։ ահա, Այնուամենայնիվ ինքը շատ լավ գիտի ինքը ոնց է եկել իշխանության, հետո ոնց է մնացել իշխանության, ու շատ լավ գիտի, որ առանց այդ ուժերի ինքը ոչինչ չի կարողանալ ունել։ Առավել եւս, որ ի տարբերություն 18 թվականի ինքը այլևս չունի այն փողոց, այն հոտ զանգվածները, որոնք օրինակ 18 թվականի հոկտեմբերի 2-ի կոչով 1 վայրկյանում լցրեցին Բաղրամյան պողոտը։ Չունի այդ մարդը։ Բազմիցս տեսել ենք վերջի տարիներին մի քանի անգամ կոչեր, մեսիջներ եւ այլն, երբեք ոչ միայն բազմություն, 500 մարդ չի հավաքվել։ Մենք հիշում ենք, թե իրենց նախընտրական հավաքներին Երևանի հավաքին ոնց էին մարզերից բերել մարդկանց։ Ոնց Գյումրին հիշենք այնտեղ իրենց այդ Դե միայն Գյումրին չի, ամենտեղ, փաստացի ամենտեղ չունի ինքը արդեն այդ, իսկ դա չունենալով դու պետք է ունենաս այդ դեպքում ուժային բլոկ, հա, որը ինչ որ առումով բնականաբար ունի ինքը։ Եվ ամենակարևորը աշխարհաքաղաքական այդ աջակցությունը, որը այս պահին ես կարծում եմ ոչ այնքան է, ինչքան որ 18 կամ 21 թվականին էր։ Իհարկե էլի ունի։ Թուրքիա, Ադրբեջան աջակցություն ունի։ Ես կարծում եմ ունի նաև Բրիտանիայից աջակցություն, հա, ու Եվրոպայից։ Պարզապես Եվրոպան հիմա արդեն այդ արևմուտք ասվածը, քանի որ արդեն միացյալ արևմուտք չի, որովհետեւ բայց կարծում եմ չունի Ռուսաստանից, չունի Միացյալ Նահանգներից, չունի Իրանից եւ այս դեգերումների մեջ այդ աջակցության Փաշինյանը հանկարծ գտել է իր համար մի ճակատ, դա հայ առաքելական եկեղեցին է եւ այստեղ արդեն կատարվում է այն, ինչ ամենաաներևակայելն էր թերևս մեր հասարակության համար, ընդհուպ ծրագիր է դրել, մարդն իր առաջ խնդիր է դրել կաթողիկոսին հեռացնել Վեհարանից եւ այլն, եւ այս ամենը համեմված ամենա բառը չեմ կարողանում գտնել, թե ինչպիսի տերմիններով, ինչպիսի խոսույթով եւ այլն։ Ու չկա արձագանքը նաեւ այն հասարակության, որը կգնա ու կմերժի Փաշինյանին։ Սա է ավելի շատ ինձ թվում է անհանգստացնում։ Ինձ չի անհանգստացնում, որովհետև գիտեք, ես կարծում եմ այստեղ Փաշինյանը, քանի որ ինքը իր մոտ միանձնյա դիկտատորի բաներ վաղուց արդեն ի հայտ են եկել, ինքը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքը ընդամենը Հայաստանի վարչապետն է։ Ահա։ Իսկ կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոս է։ Դա մի 2 օր առաջ էր, եթե չեմ շփոթվում, Արգիշտի Կիվիրյանը գրեց, որ Մայրաթորը կարող է ցանկացած բանի նաև Հայաստանից տեղափոխել, հա, իր նստավայրը, եւ այդ դեպքում ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, հա, այդ դեպքում կարող եմ ենթադրել ինչ կանի, մենք սովոր ենք, հատկապես մի քիչ հին մարդիկ, որ տարբեր փորձեր եղել են կոոպերատիվ տարբեր, հա, ժողովուրդ ասում էր կոոպերատիվ դաշնակցություն, կոոպերատիվ ռամկավարներ, շատ լավ եմ հիշում։ Ես գիտեմ, որ դուք կհիշեք, ես, հա, մեր ունկնդրի համար եմ ասում, տարբեր ինչ որ զուգահեռ կառույցներ, ես կարծում եմ նա կփորձի ինչ որ զուգահեռ այդպիսի կառույց ստեղծել, որը անիմաստ է լինելու, ոնց որ մնացած բոլոր կոոպերատիվները արագ կսպառի իրեն, ինքը դա, հա, փաստացի ինքը մեռելածին պտուղ է լինելու, էլի։ Իրենք ժամանակին այսպիսի անել ունեին, կոչել ունեին նոր Հայաստան, նոր կաթողիկոս կամ այսպես։ Դե հա, բայց դա մի քիչ այլ էր, հիմա տեսեք, դա չէր արվում Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց շուրթերով,
այն էլ ձեր ասած արդեն նորաձև կրթված պաշտոնյաների բառապաշարով լրիվ այլ էր իրավիճակը, հիմա լրիվ այլ է։ Գնացել է պետական այրերի խոսույթի մեջ այդ Արդեն ամենը։ գնացել է պետական այրերի խոսույթի մեջ, ընդ որում, ինչպես դուք նշեցիք, այո, այդ բառապաշարը ոչ ամենա ոնց ասեմ, այդ բառը անգամ Նույնիսկ եթերային չի կամ չենք էլ կարողանում գտնել այդ բառը, իհարկե։ Եվ ես գիտեք ինչ, այս ամենին որպես նախընտրական տարի երբ նայում եմ, ինձ թվում է, որ Փաշինյանը այդ նախընտրական տարում փորձում է ինչ-որ բաներ դեռ ձեռք բերել, սա նաև իմ առաջի հարցի մեջ կար էս պահ, օրինակ ասենք եկեղեցու դեմ հարձակումներով նա գուցե փորձում է իր կողմը քաշել աղանդավորությանը կամ եկեղեցու Ես այդտեղ համաձայն չեմ, որովհետև ինքը դրանով, ես կարծում եմ ինքն էլ է դա հասկանում, սա նախընտրական պայքարի տրամաբանության մեջ չէ, որովհետև աղանդավորները այսպես թե այնպես իրենն էին 18 թվականից, բոլորը գիտեն, նենց չի, որ աղանդավորները իրենը չեն, հիմա ինքը դրանով պետք է աղանդավորներին քաշի իր կողմ, ավելին ինքը կարող է կորցնել իր ընտրազանգվածից հայ առաքելական եկեղեցու, հետևորդներից մարդկանց, որոնք մինչ այժմ ամեն ինչ ընդունել են հալած յուղի տեղ, բայց մարդկանց մեջ այնուամենայնիվ պարզ է, որ կլինեն մարդիկ, որոնց միևնույն է, եթե Նիկոլն է ասել վերջ, իրենք գնալու են Նիկոլի հետևից, բայց այնուամենայնիվ իր ընտրազանգվածից կլինեն մարդիկ, որոնք կարող են եւ չհամաձայնվել եւ ինքը կորցնի այդ, այսինքն այստեղ ավելի շատ մեծ վտանգ է, որ ինքը կկորցնի իր ընտրազանգվածից, քան որ ինքը ձեռք կբերի։ Ես դրա համար ասում եմ, որ սա ամենևին նախընտրական պայքարի տրամաբանության մեջ չէ։ Սա ավելի շատ դենքան պարզ է երևում Ադրբեջանի պահանջն է, որովհետեւ հասկանալի է, մենք արդեն ասացինք, որ հայ առաքելական եկեղեցին ինքը ամենայն հայոց կաթողիկոսն է եւ բոլոր հայերի եկեղեցին է, եւ ես թեև ասում են, որ մի քաղաքականացրեք, բայց անհնար է հայ առաքելական եկեղեցին չունենա քաղաքական կոմպոնենտ։ Ոչ թե որպես կուսակցություն, ոչ թե նրա համար, որ նրա անդամները կամ կարող են մասնակցել ընտրություններին այս կամ այն կերպ, այլ նրա համար, որ այդ եկեղեցին երկար տարիներ կատարել է պետության ֆունկցիա, չունենալով պետականություն, մենք բոլորս հասկանում ենք, որ հայապահպանության, մշակութային գործիչներ, գիտական գործիչներ եւ այլն գործել են հայ առաքելական եկեղեցու ներքո։ Հայ առաքելական եկեղեցին կարելի է ասել բավականին լուրջ ցանցային կառույց է աշխարհով մեկ սփռված։ Եվ պատահական չէ, որ անգամ եթե հաշվի առնենք խորհրդային միության այդ հակա քրիստոնեական կեցվածքը բոլշևիկների այդ աթեիստական մոտեցումները, այնուամենայնիվ ժամանակին այն ժամանակվա կաթողիկոս Չորեքչյանին ընդունել է անձամբ Ստալինը, ենթադրում եմ ինչի է ընդունել, հենց այդ ցանցայնության պատճառով։ Դրա հետ հաշվի են նստում բոլորը, եւ երբ Շվեյցարիայում այդ համաշխարհային եկեղեցիների համաժողովում Գարեգին վեհապարը կարողացավ բարձրացնել արցախահայության խնդիրները, այսինքն դա արդեն բավականին լուրջ հարթակ էր, բնականաբար Ադրբեջանում անհանգստացան, հրամանը տվեցին, հրամանը կատարում է պարոն Փաշինյանը։ Եվ իհարկե նրան էլ ձայնակցում է Հարավային Կովկասում մահմեդականների առաջնորդ Փաշազադեն։ Դա եմ ասում, դից է եկել, չէ, չի ձայնակցում, այդ ինքն է ձայնակցում իրանց։ Փաշինյանն է ձայնակցում։ Իհարկե նրանք բարձրացեցին։ Նրանք պահանջը դնում են։ Նրանք պահանջը դրեցին։ Առաջինը Փաշազադեն դրեց այդ պահանջը։ Եվ եկեղեցին որպես պառակտող, եկեղեցին էս խաղաղությունը հարվածող եւ չգիտեմ, այնտեղ ռևանշիստ եւ այլն եւ փաստորեն մենք Փաշինյանն ըստ էության կատարում է այն եւ հալածում է այն օբյեկտը, որը գտնվում է նրանց թիրախում։ Ես այսպես հասկացա։ Եվ իհարկե այս օրերին մեր աչքից չվրիպեց Ռուսաստանի արտաքին գործերի
նախարարության ներկայացուցիչի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը ուշ-ուշով հետևում է Հարավային Կովկասում ընթացող իրադարձություններին եւ հատկապես այստեղ արդեն շատ հետաքրքիր է, որ հավասարությունը դրվեց Հայաստան։ Նրանք սովորաբար հավասարություն են, չէ՞, դրում։ Բոլորն էլ հավասարություն են դնում։ Նա հավասարությունը դրեց այս դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև մի հարցի հետ կապված, որ երկու պետությունն էլ ուրեմն նատոյական ինչ-որ կողմնորոշումներ են դրսևորում եւ նատոյիստների գործունեությունը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է։ Ինչ հետևություններ անել այս հայտարարությունից։ Դա չեմ կարծում, թե այնքան սովորական է, որ ինչի կարելի ուշադրություն դարձնել, մանավանդ որ նույն խնդրով այսօր դեռ պատերազմ է Ուկրաինայում։ Իհարկե, անհնար է ուշադրություն չդարձնել, բայց տեսեք, Ռուսաստանի վիճակն էլ, հա, եթե ազնիվ լինենք, իհարկե հիմա շատ ավելի լավ է, քան ենթադրենք 22-23 թվականներին։ Երբ նորը սկսվեց դա։ Հիմա Միացյալ Նահանգները արդեն Ուկրաինային եւ Եվրոպային, ինչպես տեսնում ենք, այդքան էլ հակված չեն տրամադրել այն ահռելի ֆինանսական միջոցները եւ այն ասենք որ հակված չեն բորբոքելու այս հակամարտությունը։ Այո, ավելին Տրամպը հակված է ամեն գնով խաղաղության, որովհետեւ իր նախընտրական խոստման մեջ եղել է դա եւ ինքը փորձում է ցանկացած գնով հասնել այդ խաղաղության։ Տրամպը լինելով ավելի շուտ չեմ ասում ամենա, բայց երբեք չթաքցնելով իր հրեամետությունը, եթե տեսնում եք, անգամ Իսրայելի նկարտումներին է դեմ, որովհետև ինքը ընդեղել է ուզում այնուամենայնիվ խաղաղություն հաստատի, պատահական չէր, որ վերջին այցը Տրամպի Մերձավոր Արևելք, Սաուդյան Արաբիա, Էմիրատներ եւ Քաթար, եւ այնտեղից եթե չեմ շփոթվում ուղիղ ներդրումներով 1 տրիլիոն 200 միլիարդ, իսկ իրականում ավելի շատ գումար ներդնելով Միացյալ Նահանգները, այդ ամեն ինչը փորձում է նաեւ զսպել, հա, ինչ որ առումով Իսրայելին, որ արաբների հետ էլ իմ հարաբերությունները լավ են, թեև եկեք չմոռանանք, որ հենց Տրամպն է ընդունել միջազգայինորեն առաջինը, որ Երուսաղեմն է Իսրայելի մայրաքաղաքը։ Այո, եւ իր օրոք էլ այդպես է։ Իր օրոք էլ, հենց իր օրոք է ընդունվել դա։ Ուզում եմ ասեմ, այնքան խառն է ամեն ինչ, որ բնականաբար հաշվի չառնել, հաշվի չնստել բոլոր ազդակների հետ, դա հիմարություն է առնվազն։ Այլ խնդիր է, ինչքանով կկարողանան Հայաստանի իշխանությունները, քաղաքական դաշտը ճիշտ համադրել Հայաստանի շահերը այսօրվա աշխարհաքաղաքական այս վայրուվերումների հետ։ Թեև առաջին հայացքից թվում է, որ խաղաղության խաչմերուկ ասվածը հենց այդ տրամաբանության մեջ է, բայց խաղաղության խաչմերուկ այսօր մի հատ Facebook-ում չեմ հիշում ով էր գրել, եթե չեմ շփոթվում Մեսրոպներ Առաքելյան գրել էր, որ խաղաղության խաչմերուկը սահուն կերպով դարավ խաղաղության տուպիկ։ Հիմա մենք իրոք խաղաղության տուպիկի մեջ ենք, որովհետև եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի պատրաստ է, ամեն ինչի այդ թուղթը կորզելու համար, բայց Ալիևը շարունակում է, հա, այսպես չստորագրել այդ պայմանագիրը մեկ եւ եթե անգամ ստորագրի բոլորին, բոլոր մարդկանց, ովքեր տեղյակ են process-ներից, տեղյակ են համաշխարհային պատմությունից, առավել եւս այսօրվա գործընթացներից, երբ չի աշխատում որևէ կանոն միջազգային, հա, այսպես բառից բուն իմաստով անարխիա է, ով ինչ ուզում անում է, եթե այդ թուղթը չունենա լրջագույն աշխարհաքաղաքական երաշխավորներ, չի աշխատելու այդ խաղաղությունը։ Այդ թուղթը կարող են տանել, օգտագործել որտեղ ասես։ Ըստ էության դուք նաև այն եք ասում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ
որևէ բան չի կարող լինել։ Ես Այս իրավիճակում առնվազն գիտեք, պետք չի շատ խելոք լինել, որ հասկանալ, որ երբ ասվում է, որ արևելյան Ադրբեջան, երբ ասվում է, որ Երևանը ադրբեջանական է, երբ ասվում է, որ 300,000 ադրբեջանցի պետք է գան, ոչ ոք չի պատկերացնում դրա հետևանքները ինչ են, իդեպ ամենասարսափելին այդ 300,000-ն է, որովհետև եթե հաշվի առնեք դեմոգրաֆիական աճը Ադրբեջանի եւ Հայաստանի, օրինակ դիցուք շատ հեռու պետք չէ գնալ։ Խորհրդային Միությունը քանդվելու ժամանակ Հայաստանը եղել է 3.5 միլիոն, Ադրբեջանը 5 միլիոն, կամ 5-ից մի քիչ ավելի։ Այսօր Հայաստանը 3 միլիոն է, Ադրբեջանը 10 միլիոն։ Այդ տեմպերով դուք պատկերացրեք ինչ է լինելու այդ 300,000-ի հետ։ Ընդ որում այդ 300,000-ի հետ ադրբեջանցիք պարզապես չեն ուզում իրենք պահանջում են ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ոչ մի երաշխիք չի ուզում խաղաղության պայմանագրի համար, իր քաղաքացիների համար պահանջում է երաշխիքներ, այսինքն դա նշանակում է, որ պետք է մտնել ուժային պաշտպանություն, այո։ Իհարկե, ուժային պաշտպանություն։ Այսինքն բացի այդ 300,000-ից հələ եսի ինչքան էլ պետք է գան զինված մարդիկ, ուժայիններ։ Իսկ դա կատաստրոֆա է Հայաստանի համար։ Դե կողքն էլ Թուրքիան է, փառք Աստծո, դա էլ գումարեց։ Չգիտեմ, իրավիճակը այնքան էլ լավ չէ, հիմա թե ինչպես կներգրավեն այդ արտաքին խաղացողները, դեռևս նաև մեզ համար է անհայտ, որովհետև նրանք էլ իրենց հարցերն են դնում, Միջանցք, ինչպես պիտի բեռների տեղափոխություն եւ այլն, կամ չգիտեմ, տարբեր երկրներում ինչպիսի իշխանություններ եւ այլն, մենք ուղղակի ձեր նկատառումը ես նորից մեկ անգամ շեշտեմ, որ մենք հարցն այն է, թե մենք ինչպես ենք արձագանքում այդ ամենին, adekvat չենք ուղղակի, սա եմ ես տեսնում։ Մենք ոչ մի կերպ չենք արձագանքում։ Ահա։ Մենք նստած նապաստակ ենք նկարում։ Նավակի պես, որ ջուրը քշում է, հա։ Մենք ոչ մի կերպ չենք արձագանում։ Որևէ կերպ չենք արձագանում։ Մենք, չգիտեմ, կամ գնում ենք Մոսկվայում կեպկայով նստում ենք ինչ-որ մի անկյունում նեղացած պոզայով, կամ գնում ենք Եվրոպա եւ անձրևանոց ենք պահում Մակրոնի գլխին, կամ գնում ենք Միացյալ Նահանգներ եւ անձեռոցիկի ֆոնին նկարվում ենք, սա է ռեակցիան մեր իշխանությունների։ Այլ ռեակցիա ես չեմ տեսնում։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։